Ժողովուրդ օրաթերթը գրում է. նախ սկսենք Արտուր Պողոսյանի կենսագրությունից, թե ինչ պաշտոնից ուր է հասել։ Պողոսյանի իրավական կարիերան սկսվել է հասարակ քննիչի պաշտոնից 2006 թվականին, ապա դարձել է ավագ քննիչ, հետո 2011 թվականին ավագ քննիչից կտրուկ դարձել է Լոռու մարզի դատախազության դատախազ։ Լոռու մարզին հաջորդել է Շիրակի մարզը, ապա կրկին Լոռու մարզում նշանակվել է դատախազի տեղակալ, այնուհետև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ։ 2020-22 թվականներին եղել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը, 2022 թվականից մինչև 2024 թվականը Պողոսյանը ստանձնել է 4 պաշտոն, 2024 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է քննչական կոմիտեի նախագահ, 2022-24 թվականներին զինվորական դատախազի տեղակալ, ապա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2020-22 թվականներին ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ, վերջինում քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում Արտուր Պողոսյանը ներկայացրել է 2024 թվականի անշարժ գույքի եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր, համաձայն որի նա նախորդ տարի ձեռք է բերել 4 անշարժ գույք։ 2024 թվականի տարեսկզբին Պողոսյանն ունեցել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան և 1 ավտոտնակ Լոռու մարզի Վանաձոր համայնքում, որպես տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույք Պողոսյանը հայտարարել է 4 գույք, 1 բնակարան, բազմաբնակարան բնակելի շենքում և 3 ավտոկայանատեղի։ Գույքերը ձեռք են բերվել ԵՊԸ շրջանավարտների միավորում ՀԿ-ից, բնակարանն արժեցել է 42 միլիոն 980 հազար ՀՀ դրամ, իսկ 3 ավտոկայանատեղիները համապատասխանաբար 1 միլիոն 210 հազար դրամ, 3 միլիոն 600 հազար դրամ և 3 միլիոն 600 հազար դրամ։ Ավտոկայանատեղիներից մեկը գնել է բնակարանը ձեռք բերելու նույն օրը, մյուս երկուսը կայանատեղիները գնել է ավելի ուշ՝ սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին։ Արտուր Պողոսյանի նոր գնած բնակարանը միայն 50%-ն է իրեն պատկանում, միայն ավտոկայանատեղիները միանձնյա սեփականությամբ են։ Տարեվերջին ստացվել է այնպես, որ Պողոսյանի գույքի ընդհանուր քանակը եղել է 6։